Համաձայնի հետ զբաղվում, արդյոք այդ գործընթացումը կարելի է կողմենը հարված է Ադրբեջանի հռետորաբանությունը, պահանջները նորարարում եւ նաեւ մեղադրանքները, որ իբր հրադադարը փակվում է Հայաստանը։ Արդյոք փակվում է։ Չեմ կարծում, որ փակվում է եւ չեմ կարծում, որ ձեր գնահատականները ճիշտ են։ Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ դրամաբանության մեջ առաջ շարժվելու երևի դրա հետ է պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք որ դուք մատնանշում եք, որ իրանց մամուլում տեղ գտած կար, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ երկկողմ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե հրապարակումների հետ կապված, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված, որովհետեւ մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի շատ իրեղ հնարավոր լինի նման բաներից խուսափել, բայց չեմ համարում որ չկա։ Տեսեք, ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, հա, որ եղել է հայկական մարտավարությունը նենց է եղել, որ ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվեն, իմանալով, որ հայերը մեկա չեն համաձայնվելու։ Նույնիսկ իրանց համար ոչ օգտակար, որոնց հետ իրանք համաձայն չեն, բայց իրանք իմանալով, որ մեկը հայկական կողմը չի համաձայնվելու, միջազգային այլ կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունը անելու համար, տենց մարտը գործելավոճ է։ Դա իմ անձնական տպավորությունն է եղել եւ նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու եւ ենթադրում եմ, որ այդ երկար այս կողմ այն կողմ տանելը այտենց տպավորություն է թողել եւ հետագայում այդ արձագանքը միակողմանի հայտարարությունը, որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, իմ մոտ այդ տպավորությունը։ Արոնյան ընդդիմությունն ասում է, որ սա միակողմանի զիջումների մասին է կապիտուլյացիոն հաստատել, Դե բայց ընդդիմությունը երկու բան կա ասելու, առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ տենց բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Դրա տրամաբանությունը թող իրանցից որից է մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում։ Եթե գրած է երկուսի համար, չգիտեմ, դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով հիմնավորել։ Կպատասխանեմ։ Չեմ լսում։ Իրենք ասում են տեքստը դեռ չի հրապարակվել, բայց ծանոթ են, որ Դողիչյանցյան այսպես ասած ձեռագրին, իսկ դա կապիտուլյացիաների մասին է։ Թե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմ Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունը հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է, դա քաղաքական գործին վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Ասենք մարդը ինչքան կարելի է նույն անիմաստ խոսակցությունը կրկնել։ Ինչ վերաբերում է վարչապետը ձեր հարցին պատասխանեց իր հարցազրույցի ժամանակ, որ այդ փաստաթուղթը ունի երկու տեր եւ միակողմանի որևիցե բան անելը ճիշտ չի։ Միշտ միակողմանի անում, մենք խաղի կանոնները միայն հայկական կողմը պահպանում։ Տեսեք որևէ դեպքում Ադրբեջանը խաղի կանոն պահպանում։ Այո, տեսել եմ որևէ դեպքում, երբ որ մենք քննարկում ենք եւ օրինակ հաստատում ենք երկու երկրների մեջ սահմանազատման եւ սահմանագծման հաստատուղթը եւ մեր ընդդիմությունը նաեւ դուք ինձ տեղ հարց եք տալի, ասում եք չի պահպանելու, չի ստորագրելու, դրանից մի ժամ հետո ստորագրում է։ Վատ օրինակ է։ Օրինակ է, թե օրինակ չի։ Դե բա ինչի եք հիմա բացարձակ ինչ որ ձևով բաներ ասում, հետո երկրորդը ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա եթե դիմացինը պայմանականորեն, եթե վատ բան է անում, այդ նշանակում է մենք էլ վատ։ Մենք մեր վարկը ունենք,
Մենք մեր դիրքը ունենք։ Դուք տեսեք, ինչքան լրատվամիջոց կա Հայաստանի Հանրապետությունում, ինչքան ազատ է լրատվամիջոցները։ Հիմա ինչ որ երկրներում դա ազատ չէ։ Օրինակ Ադրբեջանում ըստ Եվրոմիության չափանիշների խոսքի ազատությունը այդ աստիճանի չի։ Հիմա մենք էլ ասենք սկսենք իրանց հետ համվասարել։ Մենք մեր երկիրը ունենք։